Ողջույն հարգելի հյուրեր, սիրելի բաժանորդներ, եկավ պահը միասին սուրճ խմելու։ Պատրաստեք ձեր մեկ գավաթ սուրճը կամ թեյը եւ միացեք ինձ։ Եվ թող այսպիսի հաճելի պահեր հաճախ լինեն ձեր կյանքում, տեսնելու գեղեցիկը, վայելելու միմյանց ներկայությունը։ Ուզում եմ ձեզ ցույց տալ այս գեղեցիկ պոստերը, որը նվիրել է ինձ իմ աղջիկը, ասելով, որ ես ուզում եմ միշտ ծաղիկներ դու ունենաս։ Եվ այս պոստերը ավանգարդ ոճի, իսկ իմ նախընտրելի ոճն է։ Եվ կարծում եմ, որ դուք էլ ունեք ձեր ուրույն ոճը։ Մոդան անցողիկ է, իսկ ոճը մնայուն։ Ցիտում եմ աշխարհահռչակ դիզայներ Իվ Սեն Լորանի խոսքերը։ Գտեք ձեր ոճը, սիրելիներ, ովքեր դեռևս այն ձեռք չեն բերել կամ չեն կողմնորոշվել, իսկ ովքեր էլ արդեն ունեն իրենց սեփական իսկ ոճը, ճիշտ ալիքում եք դուք գտնվում։ Միասին վայելենք այս համեղ սուրճը, այս հաճելի պահերը եւ առջևում ավելի հետաքրքիր պահեր են մեզ սպասվում։ Մնացեք ինձ հետ մինչև վերջ, զինվելով համբերությամբ եւ մեծ ուշադրությամբ։ Կհանդիպենք շատ շուտով։ Կրկին ողջույն հարգելիներս, իմ սիրելի բաժանորդներ եւ այն մարդիկ, որոնք նոր են միացել իմ ալիքին, սիրելի հյուրեր, մի փոքր ծանոթացնեմ ես ինձ հետ, ես Լուսինեն եմ, կոլեկցիոներ եմ, հավաքում եմ զարդեր տարբեր ժամանակաշրջանների, ունեմ իմ անձնական կոլեկցիան եւ երբեմն ես իմ կոլեկցիայից վաճառում եմ որոշ կտոր զարդեր, ուրիշ զարդեր ձեռք բերելու նպատակով։ Այսպիսով բավարարելով իմ ծախսերը իմ հոբիի համար, այս զարդերը իսկապես իմ հոբին են հանդիսանում, կոմերցիալ որևիցե բնույթ չեն կրում եւ բնականաբար ինձ որևիցե եկամուտ չեն բերում եւ այս ականջողերը այդ զարդերից մի ունիկալ կտոր է հանդիսանում, որը ես վաճառել եմ այլ զարդեր ձեռք բերելու նպատակով։ Ձեր առջև դրված է ականջողեր բնական նյութից, հումք է հանդիսացել հասպիսը, ահա, այն առավել հայտնի է եղեգնակար, ռուսերենով յաշմա անվամբ, այն ապար է քվարցային, երբեմն խալցեդոնային խառնուրդով, շնորհիվ իր գեղեցիկ գունային գամայի հաճախ է օգտագործվում զարդագործության մեջ։ Եվ այսպիսով, քանի որ այս զարդը վաճառվել է, ես որոշեցի այն թողնել հիշատակ իմ տեսադարանում։ Զարդը իսկապես գեղեցիկ է, էթնիկ ոճի է, ազտեկական էլեմենտներով, ինչը շատ ակտուալ է այսօր, շատ նորաձև է, թեպետ այս ոճը էթնիկական սիրողական բնույթ է կրում, ամեն ոք չէ, որ այն կարող է պատվով կրել, համադրել հագուստի, այլ զարդերի հետ եւ այսպես ասած կոնսերվատիվ զարդ է, սիրողական, այն մարդիկ իսկապես ովքեր սիրում են այս ոճը, ձեռք են բերում, շատ պոպուլյար է, ահա ցույց տամ հետևի հատվածը, տեսնում եք, որ կլիպսները վինտաժային ծագում ունի, այսինքն հին է, ժամանակակից զարդ չէ, եւ էլեմենտները խոշոր այսպիսի կտորներ են, յաշմայից իսկապես բնական նյութ, գեղեցիկ գունային գամայով, շատ գեղեցիկ դարչնագույն դեպի կորալին գնացող այդպիսի երանգ ունեն այս ապարները եւ կարծում եմ ձեռք բերող այս զարդը հասկացել է թե ինքը ինչ է գնել։ Դե ուղարկեմ այս զարդը, հետո ցույց կտամ ձեզ այն զարդերը, որոնք ես ինքս եմ գնել։ Միասին կփաթեթավորենք եւ կուղարկենք։ Այս չափսերի 6.5 սանտիմետր է, սակայն ականջների վրա այդքան մեծ չի երևում այս ականջողերը, շատ գեղեցիկ են նստում եւ ոչ հաղորդում այս ականջողները կրողին։ Ինչպես ասել է աշխարհահռչակ դիզայներ Իվ Սեն Լորանը, մոդան միշտ անցնում է, բայց ոճը մնում է հենց ձեր հետ, սիրելիներ, փորձեք ձեռք բերել յուրաքանչյուրը ձեր իսկ ոճը։ Ահա այն անցկացրեցի պղպջակավոր տոպրակի մեջ եւ կամրացնեմ այս ստեպլերով։ Ծրարը նույնպես պղպջակավոր է։ Ինչու եմ բոլոր մանրամասնություններով ցույց տալիս ձեզ, որպեսզի հասկանաք ամբողջ ծավալը իմ գործունեության, թեև դա հոբի է, բայց շատ ժամանակ է ինձանից խլում, հարգելիներս։ Ահա այսպիսի կոկիկ տեսք ունեցավ իմ փաթեթը, այո, զարդերը զարդարում են ոչ միայն իմ հագուստը, այլ նաև իմ առօրյան, հաճելի է շփվել զարդերի հետ, ձեռք տալ, ուսումնասիրել նրանց պատմությունը եւ այլն։ Դրա համար իսկապես զարդերը գեղեցկացնում են իմ առօրյան եւ ինչպես նաև հագուստը ընդգծելով նաև իմ ոճը։ Այդ իսկ պատճառով ես մեծ հաճույքով եմ զբաղվում այս ամենով, սիրելիներ։ Բարեկամներս, հիմա կբացենք իմ պատվերը, անհամբերությամբ սպասում էի այս պահին, որ միանամ ձեզ ու միասին բացենք, տեսնենք ինչ կա ներսում։ Բնականաբար ես արդեն գիտեմ ինչ կա ներսում, ես ինքս եմ պատվիրել, պարզապես այնպիսի բրենդային զարդեր են, որ ուզում եմ այդ պահը միասին վայելենք։ Արդեն դիմադրելը անհնարին է, դուք գիտեք իմ մեծ սերը վինտաժային իրերի հանդեպ, մանավանդ զարդերի, ես սիրում եմ իրեր պատմությամբ, իսկ դուք նույնպես կարծում եմ, քանի որ իմ համախոհներից եք,
մենք միասին համախմբվել ենք մի գաղափարի շուրջ։ Այն ամենը, ինչ գեղեցիկ է դարձնում մեր շրջակա միջավայրը, մեր ներքին աշխարհը, մենք միայն կողմենք գեղեցկությանը ու բարությանը։ Նկատեցի, որ վաճառողուհին ինձ նվեր է պատրաստել, ես նրանից հաճախ եմ գնում եւ վերջին ժամանակներս գնում եմ մասնավորապես այն մարդկանցից, ումից որ արդեն օգտվել եմ, ճանաչում եմ, չնայած դա էլ երաշխիք չէ, նախորդ տեսանյութի ժամանակ դուք տեսաք, որ այն վզնոցը, որ ես գնել էի, այդքան էլ լավ վիճակում չէր, եւ ես որոշել եմ այդ վզնոցի վնասված շղթաները հանել եւ դարձնել թևնոց։ Ինչ կարծիքի եք։ Տեսնում եմ, որ նա ինձ թևնոց է նվիրել եւ կարծում եմ սաղը կովինդրի է, ապա մոտեցնեմ։ Այո, չեմ սխալվել։ Չսխալվեցի։ Ինչ հաճելի է, երբ որ անհատը նախապատվություն է տալիս քո նախասիրություններին, շատ հաճելի է, շատ հաճելի անակնկալ էր ինձ համար, փոքրիկ ժեստ ուշադրության, որ մարդը մտածել է քո մասին եւ քեզ նվեր է ուղարկել այնպիսի զարդ, ինչը որ դու կգնեիր ինքդ քեզ համար, կնախընտրեիր քեզ համար։ Այս պարագայում սա այս թևնոցն է իմ սիրած բրենդի Սաղը Կովինթրի, եւս երկու տարբերակ ես ունեմ, հիմա ձեզ ցույց կտամ։ Նմանատիպ երկու թևնոց ես նույնպես ունեմ Սաղը Կովինթրիից եւ այս երկուսը կրում էի միասին, իսկ հիմա այս ամենին գումարվեց եւս մեկը, արդեն 3-ը կկրեմ միասին։ 3 տարբեր թևնոցներ նույն բրենդից, ահա այստեղ էլ է նշված Սաղը Կովինթրի, ինչպես նկատեցիք, փորձեմ ավելի մոտիկից ցույց տալ, սա նշանն է SK եւ այստեղ նույնպես գրած է Սաղը Կով, այստեղ նույնպես եւ ահա այս 3 թևնոցները ես որպես մեկ սեթ կկրեմ միասին, շատ գեղեցիկ կնայվի միասին այս 3-ը։ C'est très bon cadeau pour moi, merci beaucoup։ Հիմա կբացեմ բուն պատվերը, տեսնենք ինչ կա ներսում, ինձ էլ է հետաքրքիր, արդեն վարվում եմ հետաքրքրությունից, ինչպիսի որակ։ Իմ ձեռքում տրիֆարի վզնոց է, հարգելիները, տրիֆարի, շատ գեղեցիկ կատարում է, հրաշալի վզնոց տրիֆարի բրենդից եւ ահա մեկ կախազարդ, մեծ կախազարդ, մետաղը ոսկեգույն եւ արծաթագույն, բրենդը Լիսներ, ահա դուք տեսնում եք ձեր էկրանին, Լիսները եւ տրիֆարի նույն ժամանակաշրջանի մրցակից բրենդներ են եւ նայեք մետաղի գույնը ինչպես է բնորոշում տվյալ ժամանակաշրջանը։ Ճիշտ եւ ճիշտ համընկնում է տրիֆարի վզնոցի հետ, բայց իհարկե ես այս վզնոցի հետ չեմ կրի այն, քանի որ ինքնին իրենով տրիֆարի վզնոցը արդեն շատ շքեղ է եւ այս կախազարդի հետ շատ ավելի կլինի, ինչքան որ պետք է, ինչքան որ պահանջվում է, դրա համար, որպեսզի սահմանները եւ նորմերը ճիշտ պահպանվեն, ես կկրեմ այն մեկ ուրիշ վզնոցով։ Բայց իհարկե մինչ այդ փորձեմ ներկայացնել ձեզ չափսերը, հարգելիներս, հիմա կնայենք միասին, կախազարդը շատ էֆեկտնի, շատ աչքի ընկնող կախազարդ է, որը ունի 10 սանտիմետր երկարություն, վզնոցը փակված վիճակում 30 սանտիմետր է եւ բնականաբար բացված վիճակում 60 սանտիմետր։ Սա ամենաիդեալական չափսն է, որ կարող է լինել վզնոցի դեպքում, ոչ շատ կարճ է, ոչ երկար, միջին չափ է, շատ գեղեցիկ է նստում պարանոցի վրա 60 սանտիմետրանոց վզնոցները, կարող եք ձեզ մոտ նշում կատարել։ Վզնոցներ գնելուց կարող եք հաշվի առնել, դիտարկել այս չափսը 60 սանտիմետրը ոչ կարճ է, ոչ երկար, ամենաիդեալական չափսն է բոլորի համար, համարվում է իդեալական չափսը 60 սանտիմետրը։ Այս կախազարդին արդեն շղթա եմ անցկացրել։ Նույնպես երկու զարդ ունենք, սկսենք շատ գեղեցիկ բրոշ է, շատ սիրուն բլու մարին կապույտ գույն, էմալը շատ խիտ է կատարված, բազմաթիվ անգամներ, բրոշը դեռ պետք է մաքրեմ ես, ահա, տեսեք ինչ գեղեցիկ դրես կլիպ է, հարգելիներս, շատ հրաշալի դրես կլիպ է, հարգելիներս, այն նույնպես ունի մաքրման կարիք,
որոշ խոհոչներ ես պետք է մաքրեմ, ինչպես տեսնում եք, ահա այս հատվածում, այստեղ, ինչով եմ մաքրում, 9%-անոց քացախով, այդ սև պատինան, ինչպես ռուսերենով է ասվում, քացախը լավ մաքրում է, ահա այս հատվածում, մի խոսքով ես պետք է մաքրեմ պատինան, տեսնենք այստեղ ինչ է գրված, այո, Չեխոսլովակիայի դրեսկլիպները շատ թանկարժեք են, տեսնում եք, ահա, պատինան, խոշորացրեցի, բայց կարևորը մարկիրովկա կա այստեղ Չեխոսլովակիայի դրեսկլիպները շատ պահանջարկը մեծ է, բայց նայեք ինչ հիասքանչ բրաշիրովկա կա այստեղ, ինչպիսի մետաղական լիցք, մի հատ է ցավոք սրտի այս դրեսկլիպը և ես ձեզ ուզում եմ ցույց տալ, որ այն կոշիկի դրեսկլիպ է, նախորդ վլոգում ես ասեցի, չէ, որ կան նաև կոշիկների դրեսկլիպներ, ահա, մեխիկներից հասկանում ենք և որ այսա խորքային է ավելի երկար է այս հետևի հատվածը, սա մեկ, սա էլ այս կոշտ ասեղիկներից հասկանում ենք, որ կոշիկների դրեսկլիպ է, ճիշտ է, մեկ հատ է, բայց կոլեկցիայի համար նորմալ է, քանի որ դա արդեն որպես այդպիսին կոշիկների կլիպ չի կիրառվելու, ուղղակի կոլեկցիայի համար եմ գնել, մանավանդ եթե չեխական է, նախորդ վլոգներից մեկի ժամանակ ցույց տվեցի ես ձեզ իմ այս մյուս կլիպները, հիմա ես ձեզ ցույց տամ հետևի հատվածները, հարգելիներս, որպեսզի պարզ լինի, ահա այս մեխերովը, սրանք ֆուր կլիպներ են, մորթե մուշտակների և օձիքների համար է, դրեսկլիպը սա արդեն հագուստի համար է, իսկ այս մյուսը կոշիկի համար է, կարծում եմ հստակ երևում է տարբերությունը և դուք կազմեցիք ընդհանուր պատկերացում այս ամենի վերաբերյալ։ Կարծում եմ դրեսկլիպների պահը արդեն պատկերացում կազմեցիք, որն է կոշիկինը, որը հագուստին է և որը մորթունը կոչվում է ֆուր կլիպ։ Ահա այս կարևոր բաները, նյուանսները պետք է իմանալ վինտաժային կոլեկցիա ստեղծելուց առաջ, որ եթե հանկարծ հանդիպեն նմանատիպ զարդեր, անպայման ուշադրություն դարձնել այդ զարդերի վրա, որտեղ դրանք եզակի նմուշներ են, շատ մեծ պահանջարկ ունեն կոլեկցիոներների կողմից և հաճախ չեն հանդիպում, որ ամեն քայլափոխին երբ ուզենանք գնենք։ Ինչը որ հնարավոր է բրոշների դեպքում, վզնոցների, մատանիների, ականջողերի, դրեսկլիպների և ֆուր կլիպների քանակը խիստ սահմանափակ է, հարգելիներս։ Դե ինչ, հարգելիներս, կարծում եմ, որ ձեզ դուր եկավ իմ կատարած գնումները, արդարացված գնումներ են, ես կարծում եմ մտածված, ամեն բան չէ, որ ինչ պատահի պետք է գնենք, տվյալ դեպքում այս կլիպը, էմալապատ բրոշը, տրիֆարի վզնոցը և լիսներ կախազարդը արդարացված գնումներ են և Սարակովին թիթևնոցն էլ հաճելի բոնուս։ Սիրելիներ, մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն և օրվա լավ շարունակություն կամ ավարտ, կհանդիպենք շատ շուտով, ցտեսություն, au revoir, à très vite։